Կաթողիկոսի ու Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ պատերազմի երևի ամենաթեժ պահերին, վերջին անգամ նրանք պաշտոնական հանդիպում են ունեցել 2020-ի հոկտեմբերի 27-ին եւ այս նկարում երկուսն էլ տանջված տեսք ունեն։ Պատերազմից հետո Փաշինյանի իշխանությանը եկեղեցու կողմից, այսպես ասած, առաջին հարվածը եկավ դեկտեմբերի 8-ին։ Արամ առաջինը տեսահողերցով կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ։ Նույն օրը Գարեգին II ուղերձը նույնպես հրապարակվեց, որը իմ կարծիքով ավելի դիվանագիտական էր։ Նա Փաշինյանին հայրաբար հորդորեց վայր դնել վարչապետի լիազորությունները։ Կաթողիկոսը նաև կոչ արեց ԱԺ-ին ընտրել նոր վարչապետ եւ ձևավորել ժամանակավոր կառավարություն։ Այս կոչը կրկնվել է նաև մեկ ամիս անց, հունվար ամսին 2021 թվականի։ Իհարկե մենք չգիտենք արդյոք եկեղեցուն որոշում կայացնողները որևէ քաղաքական հաշվարկ արել են թե չէ, եթե արել են, ինչ եզրահանգման են եկել, բայց ես կհամարձակվեմ ենթադրել, որ եթե արվել է նման հաշվարկ, ուրեմն գերակշռել է այն դիտանկյունը, որ պարտությունից հետո Փաշինյանի իշխանափոխությունը ուղղակի ժամանակի հարց է։